Պարոն Աբրահամյան, Արևմտյան Ադրբեջան թեզի հետ կապված հիմա ահագնացել է, այսպես ասած, նորից Ալիևի այդ զավթողական քաղաքականությունը եւ նոր ահազանգ օրինակ Արման Թաթոյանն է հնչեցնում փաստեր, ասում է, որ ունի, որ Հայաստանի զավթողական ծրագիրը նորից թափ է հավաքում Ադրբեջանում, պաշտոնապես արդեն հայտարարել են, որ 2026-ի բյուջեով ավելացնելու են ՀԿ-ների ֆինանսավորումը եւ առավելություն տալու են այն ՀԿ-ներին, որոնք արտասահմանում Արևմտյան Ադրբեջանի թեմայով համաժողովներ, միջոցառումներ կանեն, ինչպես նաև կներգրավեն օտարերկրյա կառույցների։ Սա մտահոգիչ փաստ չի մեզ համար եւ առհասարակ իշխանությունները կարծես անտարբերության են սա մատնում, արդյոք այսպես մատների արանքով պիտի սրան նայենք։ Գիտեք, իհարկե մտահոգիչ է։ Սա Հայաստանի զավթման հերթական քայլն է, որ Ադրբեջանը նախագծել է եւ իրականացնում է։ Եվ ՀԿ-ների աշխատանքը, որ Ադրբեջանը ֆինանսավորելու է, դա ստեղծելու է այն պայմանները, այն նախադրյալները, որը հետո վերածվելու են դիվանագիտական գործողությունների Ադրբեջանի կողմից, եւ Ադրբեջանի գործողությունները տանելու են նրան, որպեսզի այդ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանը դառնա իրականություն, կամ գոնե այն 300,000 ադրբեջանցիների մասին, որը խոսում են այսօր Ադրբեջանում, դրանք վերադառնան, այսպես ասած, ճակերտավոր վերադառնան Հայաստան եւ բնակեցվեն այն վայրերում, որը Ադրբեջանի նախագահան վերջերս այսպես տարատեսակ թուրքական անուններով նշում է։ Եվ իհարկե սա վտանգավոր է եւ ադրբեջանցիների ընդհանրապես Արևմտյան Ադրբեջան եզրույթն է Հայաստանի համար վտանգավոր, որովհետեւ ընդհանրապես դա հասկացում է ամբողջ Հայաստանը եւ նրանք կարծես թե քարոզում են դա, որ Հայաստանը վերանալու է եւ այդ քարոզը հասել է անգամ ամենավերևի մակարդակ, երբ որ Ադրբեջանը դիմում է Հայաստանի տեղանուններին, տալիս է ադրբեջանական անուններ եւ սա լուրջ վտանգ է։ Իհարկե այսօրվա իշխանությունը դրան որևէ պատասխան չի տալի, իր այսպես քաղաքական եւ հորինված անուններն է բերում եւ փորձում է այսպես արդարացնել Ալիևի խոսքերը։ Ասում են դա ներքին լսարանի համար է, այսինքն եթե Սևան Ալիջյանն Ալիևը բերեք ենում, ասում է Գյոկչա է, չգիտեմ ինչ, Զանգեզուր է խոսում եւ այլն, դրանք ներքին լսարանի համար են, այդպես է թե չէ։ Գիտեք, նաև ներքին լսարանի համար է, ներքին լսարանի համար է եւ նաև դա իրենց քաղաքական գիծն է, այսինքն դիվանագիտական գիծը կառուցվում է դրա հիման վրա, ՀԿ-ները, որոնց նա ֆինանսավորում է, դրանք ուսումնասիրելու են, կատարելու են գիտական եւ ոչ հասարակական աշխատանք, որի արդյունքները գնալու են ՄԻԴ եւ ՄԻԴ-ը աշխատելու է դեղությամբ, ադրբեջանական ՄԻԴ-ը, այսինքն սա եւ ներքին լսարանի համար է եւ նաեւ իրենց արտաքին քաղաքականության մի մասն է։ Պարոն Աբրահամյան, տեսեք, երբ որ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբինյանին փոխանցում ենք, որ Ալիևը 2022-ի դեկտեմբերի 24-ին ինքը անձամբ է ասել, որ մեծ վերադարձի ծրագիր ունենք եւ դա իրականացվելու է Արևմտյան Ադրբեջան կազմակերպության ներքո, ասում են Կիկոսի մահը մի սարքեք եւ երկրորդ փաստարկը, որ բերում են, ասում են դա մինչեւ օգոստոսի 8-ն է եղել, այ օգոստոսի 8-ից հետո իրավիճակ է փոխվել, ամեն ինչ փոխվել է։ Այ կասեք Կիկոսի մահն ենք, հիմա մենք դուք բոլորս սարքում եւ փոխվել է իրավիճակը օգոստոսի 8-ից հետո թե չէ։ Նախ առաջինը Կիկոսի մահը չենք սարքում։ Կիկոսի մահը իրենք են սարքում, կրկնելով միշտ նույն թեզերը, անտեսելով Ադրբեջանի քաղաքականությունը կամ տանելով Ադրբեջանի քաղաքական գիծը Հայաստանում։ Եվ ռեալությունը, այն որ Ադրբեջանը շարունակում է այդ քաղաքականությունը, ամեն օր երևում է։ Ինչից եք օրինակ տեսնում։ Ամեն Ադրբեջանի նախագահի ելույթներից։ Ամեն անգամ, երբ նա ելույթ է ունենում նշելով այո խաղաղություն է, դրա հաջորդ խոսույթը տեղի է ունենում Հայաստանի ինչ-որ տարածքի կամ Հայաստանի նկատմամբ նկրտումների արտահայտումը։ Եվ օգոստոսի 8-ը դա ոչ թե փոխել է իրավիճակը ըստ այսօրվա իշխանության դեպի լավը, այլ գնացել դեպի վատը, որովհետև այստեղ Ադրբեջանը արդեն իրականացրել է իր տարածքային նկրտումներից մեկը։ Ամրապնդել է եւ անցնում է։ Այո, ամրապնդել է եւ անցնում է առաջ։ Անցնում է հաջորդ քայլին, այսինքն Զանգեզուրի միջած կոչվածը ամրապնդեց որևէ թղթով, հիմա անցնում է Գյոչչային, հետո անցնելու է Բասար Գեչարին, հետո անցնելու է Դալուղարդաշին եւ այլն եւ այլն։ Իսկն այս գիծը դա ադրբեջանական արտաքին քաղաքականության գիծն է, ոչ թե Կիկոսի մահը կամ հեքիաթ։
բայց Փաշինյանը վերին ամբիոններից ասաց, հա, իրան բասարգեչար են ասում, մենք էլ կովսական ենք ասում։ Համարժեք է մեր ասածն ու Ալիևի պնդումը կամ երկրի ղեկավարի պնդումը։ Նախ մենք չենք ասում, այսինքն իրենք չեն ասում կովսական եւ Արցախ այլևս։ Մենք ենք ասում ժողովուրդ։ Մենք ենք ժողովուրդ ենք ասում, ես չեմ լսել, որ Հայաստանի ղեկավարության որևէ մեկը 23 թվականից հետո Արցախ անունը տա, 23 թվականից հետո կովսական ասի եւ անգամ 23 թվականներից հետո մենք լսում ենք Հայաստանի Հանրապետության տարածքների թուրքական անվանումը Հայաստանի իշխանության կողմից։ Իսկ Կիկոսի մահը որտեղ է արդեն։ Շնորհակալ եմ։ Ես շնորհակալ եմ։